Հիշեցնենք այսօր նախատեսված էր, որ Էդգար Ղազարյանն իմպիչմենթի օրակարգով կներկայանա Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, ամեն դեպքում ինչպես սպասելի էր Էդգար Ղազարյանին այս անգամ եւս չեն ընդունել, պարոն Ղազարյան, ում ընդունելության օրն էր այսօր պատգամավորներից եւ ինչու են խուսափում։ Պատգամավորներից պետքակար Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Ազգային ժողովի աշխատակինից ինձ տեղեկացրեց, որ նա նպատակահարմար չի գտնում միայն ինձ ընդունելության արժանացնել, այսինքն իմ ճշտող հարցին արդյոք դա միայն ինձ է վերաբերում, թե առհասարակ ընդունելություն չի լինելու, ասաց ոչ, դա վերաբերում է միայն ձեզ ընդունելության չի արժանանում։ Իսկ ներդական վարքագիծը, որը դրսևորում են Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն, իսկ օրինաչափությունը հետևյալն է, եթե ընդունելությանը գալիս է պատգամավոր ՔՊ խմբակցության անդամ, ուզում է լինի Ազգային ժողովի փոխնախագահ, ուզում է լինի հանձնաժողովի անդամ, թե սովորական պատգամավոր, նրանք խուսափում են ինձ հետ հանդիպումից ընդունելությունից։ Այլ պատգամավորների պարագայում այդ ընդունելությունները կայանում է։ Դեպ ասեմ արդեն իրանք վախեցած են առհասարակ այս ընդունելության գաղափարից, եթե մինչև հիմա ամեն ամիս ընդունելության մասին տեղեկություն Ազգային ժողովը տարածում է նախորդ ամսվա վերջին, հաջորդ ամսվա համար, այս տարվա ընդունելության մասին հայտարարել են հոկտեմբերի 3 ուրբաթ օրը երեկոյան, այսինքն երկուշաբթի օր առավոտ ընդունելությունը ուրբաթ երեկո դրել են, մտածում են, որ ես մի քիչ կարող անուշադիր գտնվեմ, հանկարծ չգծանգեմ, չգրանցեմ, չեն իմանում այդ գործունը, բնականաբար ես ուրբաթ իրիկուն իմացել եմ, շաբաթ օրը իմեյլը գրել եմ, երկուշաբթի առավոտ եկել եմ։ Ղազարյան, տեղյակ եմ, որ խտրական վերաբերմունքի մասով դիմել եք իրավական գործընթացների, հիմա ինչ փուլում է, կներկայացնեք։ Դրա օրինաչափությունը հետևյալն է, գլխավոր դատախազությունից դա գնում է Երևան քաղաքի դատախազություն, Քանաքեռ Զեյթունի դատախազություն, ընդեղից Արաբկիրի քննչական բաժին, քննիչները տարբեր են ելնում, քրեական դատավարության օրենսգրքից մի 3 էջ արտագրություն են անում մի հատ նամակի մեջ, ուղղակի օրենքի հոդվածները արտագրում են նամակի, ու գրում են սրանից ելնելով վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան, այսինքն իմ ներկայացրած հաղորդման ոչ մի գործոն ոչ մի հանգամանք հաշվի չեն առնում, որևէ մեկից բացատրություն չեն վերցնում, ինձ չեն հրավիրում, լրացուցիչ տեղեկությունից Ազգային ժողովի աղջկան չեն կանչում, ասեն ինչա տեղի ունեցել, մամուլի հրապարակումներ չեն դիտարկում, որ տեսնեն ինչ բացատրություն։ Հիմքեր չկա։ Ես դա բողոքարկում եմ դատախազին, դատախազ թողնում, անփոփոխ տալիս եմ դատարան, դատարանները որպես կանոն չեն ստիպում հարուցել, վերաքննիչ դատարանից իրավական արդյունաբերություն է սկսել, հիմքերի վրա դրած էթում է, լեզգո, հիմա այսօր ես պիտի եթամ նամակ գրեմ, ուղարկեմ դատախազություն, հետո նամակներ ստանամ, որ հասել է արդեն Արաբկիրի քննչական, հետո քննիչ, այսպես զբաղմունք ենք գտել մեր համար, մինչև որ ես սրանց դատի եմ տալու, ասիկա սրանք շուտ թե ուշ դատվելու են, որում ակնհայտ արդեն որ նրանց վարքագիծը անհատական չի, ակնհայտ է խմբակցության դիրքորոշում է, էլի, որտեղ մի հոգի գոնե կարա, չէ՞, խմբակցության պատգամավորներից կարասեր։ Ես էլ ինչ օրինակ ասենք ես Սարգիս Խանդանյանին, նայում ես մեղ գտել է գալի, ասենք ես դրան ինչ պիտի անեմ, բացի խոսալուց, բացատրելուց իրավական խնդիրները, կառավարության ծրագիրը, արտաքին քաղաքականության մասով, չէ, իրենց կայացրած, ես դրան ուրիշ ինչ պիտի անեմ, ես զարմանում եմ, ասենք նա ինձ ինչի է վախենում, էլի։ Պարոն Ղազարյան, նաև ես ձեր ներկայացրածի համատեքստում, որ խմբակային դիրքորոշում է փաստացի, ինչ ակնկալել իմպիչմենտի գործընթացից, տեսանք, որ ներընդդիմադիր շրջանակները կոնսենսուս ունեցան, ստորագրությունների հարցն էլ կարծեք թե լուծվեց, հիմա աշխատանք պիտի տարվի, ոնց հասկանում եմ, ՔՊ-ի հետ, աշխատանքները արդյոք տարվում են, եթե տարվում են, ինչու է դեռևս այս վերաբերմունքը բոլորի կողմից։ Աշխատանքները տարվում են, բայց պատշաճ որակով չի արվում, օրինակ ես վաղնել եմ ընդունելության, այս շաբաթ բոլոր օրերին կա, ժամ 11-ին։ Օրինակ այն պատգամավորները հիմա դե պատիվ ունեմ նախաձեռնել է, Հայաստան խմբակցությունից էլ հայտարարեցին, որ իրանք էլ են միանում։ Այսինքն 34 պատգամավոր միան։ Վաղը այդ նախաձեռնության հեղինակ 34 պատգամավորներին ժամը 11-ին հրավիրում եմ ստե։ Ասենք իրանց աշխատավայրն աշխատանքային օր, աշխատանքային ժամ, մեկ ասեմ Ազգային ժողովում պիտի լինեն, խնդրում եմ բոլոր 34 պատգամավորները գան ընդունարան, ինձ հետ միասին, տեսնեն ՔՊ-ից պատգամավորներից ով է ընդունողը, եթե չի ընդունում,
Էդան ասեն էլ մտ արիստ է, ոչ ես ընդունում։ Ազգային ժողովի ընդունելությունը, ազգային ժողովն է հայտարարել ընդունում։ Այսինքն անը ինչ է դնում ոչ ես ընդունում։ Օգնեն ինձ այդ հանդիպումը կայանալու մինչև հիմա ցավոք սրտի ինձ ոչ մի դիմադիր պատգամավոր այդ հարցում քաղաքական, մեթոդական, աջակցություն կազմակերպական չի ցուցաբեր։ Ես ակնկալում եմ այդ աջակցությունը։ Գան միասին այդտեղ լսվենք դրանց գլխին, ինչ պիտի ասեք, խոմ չենք ծեծելու։ Գուցե այլ ճանապարհային քարտեզ ունեն, չեն ուզում ժամանակից շուտ ներկայացնել կամ ի հայտ գա։ Այդ իրանք ինչ նախատեսել են, թող անեն։ Խոսքը վերաբերում է ինձ ցուցաբերվող աջակցությանը։ Իմ գործողությունները իրանց ճանապարհային քարտեզի հետ ինչ կապ ունի։ Ասենք հիմա արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նաև ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ կան, չէ՞։ Լավ կլիներ այսօր այստեղ լինեին, ինձ թույլ չեն տալի մտնեմ ներս, բայց պատգամավորներին կարելի է, չէ՞։ Գնան այդ Սարգիս Խանդոյանին ասեն հլարիստ է։ Այսինքն անուն ինչ ես դնում, որ այս մարդուն չես ընդունում։ Մեր հանձնաժողովի ընդունելությունն է։ Պարոն Ղազարյան, եւս մեկ ճշտող հարց, նայեք, սա նաև ցուցիչ է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում կաղում է, եթե այսպես ասած քաղաքական հայացքներով պայմանավորված քաղաքացին չի արժանանում ազգային ժողովի падգամավորի այս երկրի ծառայի կողմից ընդունելության։ Հիմա այս ժողովրդավարության անկման ֆոնին ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը ֆորումում դեմոկրատիային նվիրված պնդում էր, որ հենց իշխանությունն է լիդերը ժողովրդավարության, իշխանությունն է առաջատարը, որտեղ զգանք սա։ Հենց հենց դուրս է տալի։ Բա հենց տեսեք դուք եք մատնանշում, բա միայն իր կուսակիցներն են, որ քաղաքացուն ընդունելության չեն արժանացնում, խուսափելով քաղաքական քննարկումից։ Հիմա ասենք նախորդ շաբաթ ազգային ժողովում եղել է արտահերթ նիստ, որտեղ ԿՊ-ն առաջադրել է մի հատ հայտարարության նախագիծ խաղաղության հայ-ադրբեջանական հարաբերությունների նվիրված։ Ոչ ընդդիմություն է մասնակցել, ոչ ընդդիմադիր падգամավոր, ոչ խորհրդարանական լսումներ են արել, ոչ հանրային քննարկումներ են։ Մենակ իրանց խմբակցությունով հավաքվել են 64 կողմ, քվեարկել են հայտարարություն ընդունվավ։ Այդ է լավ ազգային ժողովի որոշում։ Այդ եղավ ձեր խմբակցության որոշում, ազգային ժողովի որոշումը, եւ որ գոնե քննարկում ալնում, չէ՞։ Ասենք այդ թեմայով մի հատ խորհրդարանական լսում հրավիրեք, մի հատ մեզ հրավիրեք, տարբեր գործիչների հրավիրեք, նրանց կարծիքը, կարող է այդ մարդկանց կարծիքը լսում եք, հասկանում եք, որ ձեր արածը հիմարությունա չեք անում։ Նրանք կարծիք լսելու մարդկանց է դա միայն ինչ չի վերաբերում, նաև ինձ է վերաբերում։ Ազգային ժողովի աշխատանքը նայեք։ Մի օրենքից թե քննարկվում է, որ մարդ կանչեն, հետո հարց քննարկեն։ Դες բան ոնց է երբ ենք տեսել։ Պարոն Ղազարյան, նաև հաշվի առնելով, որ այս հարցերի շրջանակն էլ է ձեր հետաքրքրությունների տիրույթում, այսպես կոչված սահմանադրության փոփոխության մասին է հիմա քննարկումը, ամենևին նշում են, որ ամենևին դա պայմանավորված չի դրսի ազդեցությամբ, իրենք են հենց նախաձեռնողը, որովհետև խութեր կան, ըստ էության այդ խութերի մասին ընդդիմադիր շրջանակներում էլ են եղել բարձրաձայնումներ։ Հիմա այս ձեր դիրքորոշումը նաև այս հարցի վերաբերյալ, որովհետև սրա համատեքստում մեկ հարցադրում ունեմ, այս շաբաթվա մեջ քննարկում է եղել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, դրա մասին քիչ անց։ Ուրեմն այս իշխանությունները սահմանադրություն փոխելու նախաձեռնություն ունեցել են 2019 թվականին, 19 թվականի դեկտեմբերի 30-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է սահմանադրության փոփոխությունների նախապատրաստման խորհուրդ, հետո ձևավորվել է հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը ոչ մի առաջարկ չի ներկայացել, ոչ միայն սահմանադրության որևէ դրույթ փոխելու վերաբերյալ, այլ նույնիսկ հայեցակարգ չեն կարողացել մշակել։ Դրա փոխարեն 2020 թվականին այս իշխանությունը նախաձեռնել է սահմանադրության հանրաքվե, որը չեղարկվել է COVID-ի պատճառով, որը իրանք են հայտարարել արտակարգ դրություն։ Հանրաքվեին մեր սահմանադրությունը բարեփոխելու հարց են քննարկել, ընդամենը կադրային հարց են քննարկել, որ Հրայր Թոմասյանը չլինի ՍԴ նախագահ, սահմանադրական դատարանի 3 դատավորի լիազորությունները դատարեցնեն, նորերին ընտրեն։ Ուրիշ բան սրանք սահմանադրության վերաբերյալ ինչ են արել։ Հիմա ուղիղ